հասանք երասխ ու ես զինաթափվեցի։ Ուրա մեր Էլմիրա քույրիկը շատ սիրված։ Հավգոն է անում Լամբորջորին։ Հարուտ։ Դո օպելա զավարը 5 եմ դնում, դուք էլ լայք եք։ Բայց մի հատ էլ նվեր կա։ Շան հետ ընկերություն ար։ Տամ այդ նվերը, թե հետը ստանեմ։ Անզգուշ լինես եւ գնացքը անցնում եք վրայով։ Ընկերներ, ողջույններս, ես մի կերպ ինձ զսպեցի, որ չնկարեմ, բայց հասանք երասխ ու ես զինաթափվեցի, պետք է նկարել։ Սա բնապատկեր է, որը բավականին ժամանակ չենք տեսել։ Ձախակողմյան հատվածում արդեն դաշտերը կանաչ մանյակ իրավիճակում են, աչում ծաղկել են ծիրանենի ծառերը, իսկ աչ վերևից ամպերը քուլա իրավիճակ, որը շատ գեղեցիկ է, դրախտային եւ լավ օր է մեծ կանխատեսում ընկերներ։ Այսօրվա մեր ճանապարհները գնում են հասնեն Քարակերտ գյուղ, իսկ հետո հոկտեմբերյանի եւ Արմավիրի Մեծամորի մոտ գտնվող Արև ռեստորան, որտեղ երկու տեղում էլ ունենք շատ գեղեցիկ ու նուրբ անակնկալներ։ Առաջին անակնկալը իսկապես նուրբ է եւ հենց սիրո մասին է խոսում, եղբոր սիրո մասին քույրիկի հանդեպ, Քարակերտի անակնկալը։ Ընկերներ, հետաքրքիր օր է լինելու, այսօրվա տեսարանները շատ հզոր էին, ուղղակի այստեղից սկսեցինք նկարել, որովհետեւ ոնց որ թե չէի ուզում նկարեինք, շատ ենք նկարել, պատկերացնում եք։ Իսկ հիմա մեր դիմացից գնում են երեխաներ տեղին ավտոբուսը, երեխաները գնում են էքսկուրսիա եւ մենք էլ մի պահ մտովի դարձանք երեխա եւ նրանց հետ մի քանի մետր կգնանք էքսկուրսիա, հետո վազանց կկատարեմ, շատ խելացի ու գրագետ վազանց։ Երեխաները դեռ չեն նկատում, որ մենք նրանց նկարում ենք, բայց որ նկատեին այս վերջի տղան, որ պարում է, որ նկատել ենք հանդապ կլներ, հələ ֆռա աղբեր։ Ֆռանայով է հետևից գալ, ձանա գալի քո հետևից, բայց ֆռա նկարենք աղբերս, բայց թաթիկով արա չի անում լավ ու չի։ Դե ինչ անենք ընկերներն ա, որ հետևը աշկեր չունի, որ տենա ինչա կատարվում ընկերներ։ Ամեն դեպքում հետաքրքիր է, մանկությունն է եռում այս ավտոբուսի մեջ, հետաքրքրություն է մեկ ուրիշ կարգի։ Հավգոն է անում Լամբորջորին, ես է գնաց, հետո օպելա զավարը եւ մի խոսքով հետաքրքիր ճանապարհային իրավիճակները, որտեղ մենք մեզ գտանք եւ հիմա անում ենք վազանց աչից Վարդանը, եթե կարա, չկարա լավ։ Ահա, դե այսպես եղավ ընկերներ, ինչ անենք, ես էլ մեր վազանցը եւ աչից ավարյոնկայով Կիան, հետո անցնում ենք ու հասնենք երասխ, որտեղ կամին պակաս է, դրա համար դրոշը լավ չի ծածանվում, բայց երբեմն հրաշալի է ուղղակի ծածանվելը տեսնելը։ Տուն սաման պահող տղաները, խաղալ անցնեն տարիները, դժվար սահող րոպեները, հաղթությամբ թող։ Ընկերներ, այս ճանապարհը Արադ գյուղի ճանապարհն է եւ հենց նոր մի միտք անցավ գլխովս։ Այս ճանապարհը երբ որ վերակառուցեն, գեղեցկացնեն, ես այստեղ պատկերացնում եմ այն բարդին, որ երևում է։ Ամբողջ ճանապարհի երկայնքով երկու կողմերում լինեն բարդիներ, ինչ հեքիաթային ճանապարհ կստանանք մենք։ Ինչքան գեղեցիկ կլինի։ Ես միայն մի փոքրիկ պատկերացրեցի եւ սիրահարվեցի այդ ճանապարհին, որը ես տեսա ապագայում եւ չգիտեմ ինչի մտածում եմ, որ հենց այդպես է լինելու է մի օր, որովհետեւ սա հենց այսպիսի ճանապարհ է։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք դեռ շարունակում ենք մեր ճանապարհը, ամեն ինչ նորմալ է, իսկ այս մեքենան էլի ավարիոնին միացրած գնում է։ Հալալա։ Դանդաղ է քշում, որ մեքենան չի խանգարում, որ երթևեկությանը։ Նման մարդկանց պետք է ուշադրություն դարձնել եւ շնորհակալություն հայտնել։ Տեսեք, երկրորդ անգամ հանդիպեցինք նույն մեքենայի, երկու դեպքում էլ վթարայինները միացրած, աչակողմյան հատված ընդունեց, որպեսզի մենք անվտանգ վազանց կատարենք։ Միթե հարգանքի արժանի չէր։ Հալալա։ 5 եմ դնում, դուք էլ լայք եք։ Հա։ Ընկերներ, ճանապարհը գնալով հարստացավ, գեղեցկացավ եւ մենք որոշեցինք հենց այստեղից սկսել նկարահանումները, ով չգիտի, մենք արդեն Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհին ենք, որը բոլորովինս վերջերս վերանորոգվեց եւ մի հրաշալի ճանապարհ է դարձել բոլորիս համար։ Իսկ հիմա ես ուզում եմ ուշադրություն հրավիրենք ձախակողմյան լեռներին, ամպերին եւ
կանաչ դաշտերին ընկերներ բնությունը կանաչում է, դա լավ նշան է, նշանակում է կյանքը նորից զարթոնք է ապրում։ Գարուն է, բոլորի արունը տաք, մի գեղեցիկ իրավիճակ եւ այս տաքությունը եւ սերը թող օգտագործենք միայն հայ ազգը ուժեղացնելու համար։ Հիմա տեսեք ուժեղանում է հայ ազգը, ջերմոցները, հերվում ատոմակայանը, մի հրաշալի ճանապարհ, որտեղ կարող ես ինչ-որ չափով արդեն մի 10%-ով ճանաչել քո հայրենիքը, քո Հայաստանը, աչի վրա գտնվում է Արագած լեռի փեշերը, Արագած լեռն է իր փեշերով շատ հետաքրքիր ու գեղեցիկ նայվող տեսարան։ Ճանապարհը հիմա մեզ կտանի ուղիղ Մինու Ճարքույրիկի մոտ, որտեղ երկու եղբայրները որոշել են նրան ուրախացնել, շնորհավորել ծննդյան օրը եւ ասել, որ սիրում են առաջվանից էլ շատ գնահատում են, հարգում են քույրիկին։ Քույրիկը շատ կարևոր դեր ունի նրանց կյանքում։ Արտուշ աղբերը գտնվում է Ռուսաստանում, իսկ մյուս եղբայրը այստեղ է, ով կգրկի քույրիկին եւ կտա ծաղիկները մեր տարած։ Երկու եղբոր անունից։ Թող հայոց աշխարհը այնպիսի զարթոնք ապրի, այնպես կանաչի, որ բոլորը իրար կարոտած մարդիկ գան ու իրար գրկեն եւ կարոտը իսպար վերանա, վերածվի կարոտի էներգիան, վերածվի մեծ սիրո եւ ծաղկեցնի հայրենիքը, մարդկանց սրտերը։ Իսկ հայրենիքը սկսում է մեզանից, ընկերներ, մարդկանցից այնտեղ ապրող։ Եթե մենք լավ լինենք, հայրենիքն էլ լավ կլինի։ Այնպես որ ամեն մարդ թող իր վրա աշխատանքներ տանի, որպեսզի հզորանա, ուժեղանա, լինի սիրված, սիրի, ինչու՞ չէ նաև գովաբանի բոլորին, կյանքը, աշխարհը եւ շուրջ բոլորը։ Ճանապարհը հիանալի է, մենք գնում ենք դեպի Քարակերտ։ Ազատությունը հեշտ չի տրվում։ Ընկերներ, ատոմակայանը այստեղից մի ուրիշ գեղեցկություն ունի, մոտիկից երևում է եւ որոշենք ձեզ էլ ցույց տանք մեր լեգենդար ատոմակայանը։ Ատոմակայան, որը տասնյակ տարիներով մեր երկիրը ապահովում է էլեկտրաէներգիայով եւ մենք միշտ 24 ժամ ունենք լույս տանը, էներգիա, որպեսզի ավելի հարմարավետ ապրենք։ Սա իրականում ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ գեղեցկություն մեր առօրյայում։ Այո, դու կարող ես նրան չտեսնել, բայց նրա տվածը զգում ես, որովհետեւ ամբողջ օրը դա է, որ կա բոլորի օջախներում։ Ես որ մեր շնորհակալություն ասեք, մեկնաբանությամբ գրեք շնորհակալ եմ ատոմակայանի ողջ ազնագազմին, որ գրագետ սպասարկում է իրականացնում եւ մեզ չի թողում մութ տեղը։ Ապրեք, մեր գյուղից էլ մարդ ունենք այնտեղ աշխատող, Բարսեղյան Արսենը, այնպես որ նրա գլխավորությամբ բոլորից շնորհակալ ենք։ Ձախից երևում է արևմտյան Հայաստանի լեռները, գեղեցիկ ձյունածածկ եւ ամպերով փակված այս պահին։ Եվ մի անգամից մի քանի միտք եկավ մոտս կուզենայի դրա մասին խոսել։ Մենք դեռ վաղուց ունենք երազանք, ցանկություն եւ այդ պայքարը մեր մեջ ապրում է, որ մի օր հետ են գնալու մեր պապական հողերը՝ Մուշ, Սասուն, Արդահան, Վան, Լիճը ու քաղաքը։ Բայց ընկերներ, եկեք խոստովանենք, որ մեծ մաս մեր ազգի մարդիկ անգամ Հայաստան, ներկայիս Հայաստանի սարերին ծանոթ չեն հասցրել շրջել, սիրահարվել, ճանաչել եւ գնահատել այս հայրենիքը, որը հիմա ունենք։ Եվ եթե դու մի բան չես սիրում, դժվար է դրա համար շատ պայքարես կամ ընդհանրապես պայքարես։ Դրա համար իմ խորհուրդն այն է, որ բոլորը անխտիր ժամանակ հատկացնեն հայրենաճանաչությանը, շրջեն ամբողջ մարզերով, եւ վերջո Հայաստանը մենակ մեր ապրած բնակատեղիով չի սահմանափակվում։ Հայաստանը բավականին մեծ է եւ միևնույն ժամանակ փոքր, որ կարող ես արագ ուսումնասիրել եւ հասկանալ ինչքան գեղեցիկ է եւ որ նրան իսկապես շատ հեշտ է սիրահարվելը։ Երբ որ սիրահարվում ես, արդեն դու պատրաստ ես նրա համար ինչ-որ բաներ անել։ Թեկուզ չնչին, բայց պատրաստ ես։ Դրա համար առաջին հերթին պետք է ճանաչենք այն, ինչ ունենք, եւ հետո ճանաչենք այն ճանապարհը, որով գնալու ենք այնտեղ։ Իսկ այդ օրը լինելու է հաստատ։ Դա ասել են մեր պապերը այնտեղից եկած, բռնի տեղահանված։ Եվ ասում ենք մենք, որովհետեւ մեր մեջ նրանց գենն է։
ուրիշ այլ տարբերակ չի կարող լինել եւ արդարադատ ցանկացած մարդ գիտի, որ ճիշտը հենց դա է եւ այդպես էլ լինելու է։ Բարին միշտ հաղթում է եւ դա միայն հեքիաթներում չի, որովհետեւ իրականության մեջ էլ բարին միշտ հաղթում է։ Հաղթանակը բարիի բերկրանք է, որ ուզում եմ բոլորը զգան։ Իմ կյանքի թեկուզ փոքրիկ հաղթանակները եղել են բարությամբ, միայն բարությամբ, հասկանալով եւ գնահատելով, սիրելով։ Գնանք առաջ, սերը մեր բոլորիս մեջ հոգիներում թող շատ լինի, որպեսզի ազգը հզորանա եւ ունակ լինի այս սարերին տեր կանգնելու։ Մենք էլ պատրաստ չենք այս սարերին տեր կանգնելու, դրա համար չենք գնում։ Այս պատրաստ լինենք, արագ կլինի։ Արմավիրի եղբայրները կրկին վստահ կանգնած դիմավորում են մեզ։ Հոկտեմբերյանցի երկու անուշ աղբերները միշտ մեզ սպասում են, գալուց էլ ասում են բարով եկեք, երևի թե մենակ դուք եք, որ հա գալուց մեր մասին խոսում եք ու բոլորին ցույց եք տալիս մեզ։ Հա անգերներ, ես տենց եմ, մի տարբերվող բան տեսնելից պարտադիր պետք է ասվի այդ մասին։ Իսկ սա իսկապես տարբերվող է։ Երկու հսկա հզոր եղբայրները կանգնած հսկում են արմավիրի մուտքը։ Եվ իհարկե այս փոքրիկ աղբերը, հələ սրան նայ, если вообще пучуր են, դες ձակն է։ Հայրենիքիս ջուրը զուլալ Արմավիր, մեր սիրուն օթևան։ Ոյ, չնկարեք հանկարծ, ես մի քիչ արագ էի գնում, տեսա սրանց դեմքը, մի անգամից վախեցա, արգելակեցի։ Արմավիրի սկզբնական հատվածում մի երկու տեղ դրված են արագաչափեր, երևի թե այստեղ արագության սիրահարները շատ են, դրա համար է, որ մի կես կիլոմետրի վրա երկու հատ դրված է, բայց կարող արդեն մետ նկարվել ենք Վարդան, դժվար։ Մեկը ստեղեր մեկենյաներն էր, բայց երևի նկարվանք իմ կարծիքով, մի 3000 դրամ։ Դե լավ, ինչևից է, մեր ճանապարհները շարունակվում են, գեղեցկագույն կամուրջը վերգետնյա, այո, շատ սիրուն է։ Այստեղ շինարարությունը դեռ շարունակվում է, այս շրջանաձև երթևեկություն դեռ վերջնական տեսքի չի բերվել, բայց հենց որ բերեն, հուսով եմ մի քիչ ձախ կտանեն, որ ավելի հարմար լինի մուտքը հոկտեմբերյան Արմավիր։ Ահա, ցերեկ է, գեղեցիկ կարմիր BMW Արմավիրում։ Կյանքը եռում է, մենք էլ ենք մտել, որ եռանք։ Տեսի շենք է, այս շենք չենք նկարել մենք։ Տեսեք ցերեկով գալու առավելությունները ընկերներ։ Ես այս շենքը օրինակ առաջին անգամ եմ տեսնում, այսքան եկե գնացել եմ չեմ տեսել։ Դու տեսել ես Վարդան։ Բա, պետք է, որ այդպես լինի։ Հոկտեմբերյանը սիրուն քաղաք, արի գնանք։ Բոլոր քաղաքների մասին այդ երգը երգում եմ, էլի։ Բայց իսկապես սիրուն է, չէ՞ Վարդան, հələ նայ ինչ սիրուն ձևավորել են, հələ նայեն լույսերը նայ, ես հետաքրքիր լույսերը։ Գեղեցիկ է։ Ու ամենակարևորն այն է, որ ամեն մարդ իր տարածքի դիմաց մի հետաքրքիր բան է մտածել ու գեղեցկացրել է քաղաքի ամենամեծ ճանապարհը։ Իսոմոլն է ձախի վրա, մենք այսօր այստեղ գալու ենք, եթե մեր ընկեր Արմանը այստեղ լինի, կհանդիպենք, այստեղ չի լինի, կմտնենք դուրս կգանք, չէ՞ Վարդան։ Այսօր հանգստություն է իջել Արմավիր քաղաքի վրա, երբ եկել ենք այստեղ խցանումներ է եղել, իսկ այսօր չկա խցանում, այսօր ինչ օրավոր չկա խցանում։ Իրակի է այսօր, շատ հիանալի, դրա համար էլ թեթև է երթևեկությունը, ձախից մեր Արցախյան առաջին պատերազմի հերոսներն են, փառք նրանց եւ բոլոր այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար իրենց կյանքը տվեցին։ Տես ինչ հետաքրքիր շինություն է, նոր են սարքել երևի հենց։ Գեղեցիկ քաղաք է Արմավիրը եւ մեծ։ Բարի մարդկանցով, ժպտերես մարդկանցով բնակեցված մեր Արմավիր քաղաքը։ Այստեղ շատ են ժպտում ինձ նման։ Ես էլ եմ ժպտերես, եկել եմ Արմավիր ժպիտս երկարել է, ինչ լավ է։
Ժպտում, տեսեք, նկատենք, որ արմավիրցիները անգամ փողոցի կողքով քայլելիս ժպիտները դեմքներին է։ Այստեղ մարդիկ սիրում են կյանքը։ Դրա համար ես շուտ գալիս եմ ու անցնում եմ այստեղով։ Հետաքրքիր քաղաք է Արմավիրը։ Ինձ անգամ սկզբի ժամանակները ասում էին դու հոկտեմբերյանցի ես ախպեր։ Ասում էի չէ, ես Եղեգնաձորցի եմ։ Մինչև հիմա նոր արդեն իմացան, որ Եղեգնաձորից եմ, բայց հոկտեմբերյանը ինձ շատ հարազատ է ու գեղեցիկ քաղաք է, ինձ շատ է դուր գալիս այստեղ գտնվելը։ Անուշ ախպերներ կան, քույրիկներ կան, գեղեցիկ ընտանիքներ կան եւ իհարկե ինչու՞ չէ, պարեկներ էլ կան։ Հանգիստ փողոցներով գնում ենք, որովհետեւ այսօր Արմավիրում Կիրակի է։ Կիրակի չլիներ, հիմա խցանումներ էր բավականին երկար։ Արցախը հանձնելուց հետո մեր Արցախի բարեկամները եկան ու բնակվեցին Երևանին մոտիկ քաղաքներում ամենաշատը։ Արմավիր, Էշմիածին, Մասիս, Աբովյան, Հրազդան, Չարենցավան եւ այս քաղաքները նույնպես սկսեցին մեծանալ, ուզած թե չուզած։ Եվ կամաց մեր Երևանը դառնում է Նյու Յորքը ինչ էր, ոնց էր կոչվում Նյու Յորքը, հա? Մեգապոլիս։ Երևանը կամաց վերածվում է մեգապոլիսի։ Եվ դա համ լավ է, համ վատ, լավ է այնքանով, որ մենք կունենանք մեգապոլիս, վատ է այնքանով, որ յուղերում մարդիկ էլ չեն ուզում ապրեն, ուզում են գան քաղաքներում ապրեն։ Բայց ես չեմ գալու։ Ես սիրում եմ յուղը, յուղի հանգստությունը, մաքրությունը եւ բնություն։ Հիմա անկերներ ճանապարհը մեզ հաշված րոպեներ հետո կհասցնի յուղ Քարակերտ, քարից կերտված հրաշալի մի յուղ, որտեղ մենք էլ ենք գնացել։ Հիմա գնում ենք երկրորդ անգամ, չէ՞ Վարդան, ճիշտ եմ հիշում, երկրորդ անգամ։ Աչից Լուկաշին յուղն է, Լուկաշին յուղ, բարև ձեզ։ Մենք եկանք ու անցանք ձեր յուղի կողքով։ Լուկաշինը շատ լավ յուղ է։ Սամանում հպարտ զինվորը հսկում է մեր խաղաղքունը, որ Այսօր ընկերներ մենք առաջին անգամ ֆիքսված ձևով ցույց ենք տալիս Արևմտյան Հայաստանի մնացած սարերը, որոնք հայտնի չեն, բայց մենք սարքում ենք նրանց հայտնի մեզ համար։ Նկարի Վարդան, ինչքան կարող ես գեղեցիկ։ դժվար սահող րոպեները, հաղթությամբ թող կանտում սաման պահող տղաները, խաղաղ անցնենք տարիները։ Տեսեք ընկերներ, սրանք մեզ համար հիմա անհաս սարեր են։ Այնտեղ գնալու համար պետք է գնաս Թուրքիա, որ գնաս։ Բայց նկարելը Հայաստանից էլ կարող ենք նկարել, հա? Ինչա՞։ Սիրուն է, չէ՞։ Տարբերվող սարեր են, էլի։ Սիրուն են։ Ես գեղեցկությունը նկատեցի։ Դե մտ կարճ դանդաղ նկարել, նորն դենենց արագ նկարիր։ Պապ ջան լավ նայիր իմ մորը, խաղաղ է իմ ամեն օրը, աղոթքն ու Աստված է ինձ պահապան, հավատա։ Խաղաղ անցնեն տարիները, դժվար սահող րոպեները, հաղթությամբ թող կանտում սաման պահող տղաները։ Սա հիմա մնացել է նրանց մոտ, ովքեր մեզ ողերին թշնամի են հավերժ։ Շան հետ ընկերություն ար, հետը ձեռից հետ մի քիչ։ Սա հենց այս պահի վրով են ասել։ Դե հիմա նստենք մեր սարցահատը և գնանք հասնենք Քարաշեն, Քարակերտ։ Հայաստանում շատ տեղեր մենք հանդիպում ենք գնացքի գծերի ու գործող ընդ որում։ Սրանք գործող գնացքի գծեր են ընկերներ։ Անզգուշ լինես եւ գնացքը անցնի մեքենայի վրայով։